Շնորհակալություն, Արթուր Խաչատրյան, վերջին հարցը։ Կին Անդրեասյան, ես իհարկե ողջունում եմ, որ մեր հայրենակիցները, երիտասարդները գնում են, սովորում են, եւ այս նախաձեռնությունն է դրական։ Ավելին ես կարծում եմ, որ պետությունը պետք է ոչ միայն նման ձևով խրախուսի, այլ նաեւ ֆինանսական աջակցություն տրամադրի։ Ինչպես շատ երկրներում արվում է, ժամանակին Ռուսաստանում, կարող է հիմա էլ կա, չգիտեմ, Ղազախստանում կար, կարծում եմ բոլորիս ընդհանրապես որպես պետություն մեր շահերից է բխում, որ մենք խրախուսենք, որ երիտասարդները գնան սովորեն եւ իրենց ներդրումն ունենան։ Հարցս մի քիչ այլ ուղղության է, որտեղ արական սեռի երիտասարդներին է վերաբերում։ Վստահ եմ գիտեք մեր բուհերի սեռական պատկերը։ Այսինքն ամերիկյան համալսարանում 4-ից 1-ն այդ տղա, ֆրանսիականում թվերը չունեմ, բայց վիզուալ նույն պատկերն է եւ այլ բուհերում նույնը։ Քան մենք ինչ հետ խոսում ենք, որ կանանց ներգրավվածությունը, աղջիկների ներգրավվածությունը մեծացնենք, հիմա հակառակ process-ն ունենք։ Այս տենդենսը, այս միտումը չի մտահոգում արդյոք նախարարությանը, մանավանդ որ այս ձեկուցում եք մի բան, որը կապված է նաև բանակի հետ, ծառայության հետ, ընդհանրապես որևէ քայլ ձեռնարկելու եք տղաների համար բարձրագույն կրթությունը, հազար ներողություն, ավելի գրավիչ դարձնելու համար։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, նախ ձեր դիտարկման առաջին մասին անդրադառնամ, նախորդ տարի կառավարությունը ընդունեց առանձին որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել արտերկրի հեղինակավոր բուհերում կրթություն ստացող ուսանողների ուսման վարձը, այստեղ մի տրամաբանություն է դրված, որ այդ ուսանողները բացի պետական ֆինանսավորումից պետք է նաև ունենան մինչև 50%-ի չափով մասնավորի կողմից համաֆինանսավորում, եւ սա նաև ունի նպատակ գործատուի կողմից մասնակցությունը, որպեսզի հետո վերադարձի եւ նաեւ աշխատավայրի պարագայում ռիսկերը կարգավորված լինեն։ Ինչ վերաբերում է աղջիկների եւ տղաների համամասնությանը, մեր բուհական համակարգում բակալավրիատի մակարդակում 57%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են եւ այո, մենք տեսնում ենք տենդենսը, որ ամեն տարի ավելի շատ աղջիկներն են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, քան տղաները։ Սա մի բան է, որը միայն Հայաստանին չի բնորոշ, պետք է ասեմ, աղջիկների մրցակցային զորեղացումը նկատելի է եւ սա նշանակում է, որ այո, մենք պետք է տղաներին ուղղված առանձին խրախուսման ծրագրեր ունենանք, ինչի մասին կմտածենք։ Շնորհակալություն։ Արձագանք չկա երևի։ Շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակի ձեկուցման համար